Ողջույն լայնուց կետեմ կայքի հարգարժան այցելուներ։ Դե այսօրերի ընդհանրապես թեման Գյումրին է, մեր հին Գյումրին կամ մեր սովետական Լենինագանը։ Ու բոլորը կարծեք թե գանված են սոցիալական ցանցերին, բոլոր լրատվամիջոցներին ու շատիր հետևում են հանգուցալուծմանը, որտեղ ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի մարդուց կախված է Գյումրիի ոչ միայն ճակատագիրը չասենք, որտեղ Գյումրիի ճակատագիրը կախված է հայ ժողովրդից, բայց Գյումրիի քաղաքապետ ով կլինի այդ մարդու ճակատագիրը հիմա կախված է ուրեմն Մարտուն Գրիգորյանից։ Ամբողջ Հայաստանը Մարտուն Գրիգորյանին խորհուրդներ է տալի, լինում են տարբեր մեկնաբանություններ, Մարտուն Գրիգորյանին փորձում են վերագրել տարբեր ճամբարների որպես ներկայացուցիչ եւ ըստ այդմ Մարտուն Գրիգորյանի գործողությունները արդեն իսկ ներկայացնում են որպես այդ ճամբարների հնարավոր գործողություններ կամ անուն ԿՊ-ի կամ ընդդեմ ԿՊ-ի։ Ես կարծում եմ այդ բոլոր ուրեմն բաները ամենևին էլ տեղին չէ։ Էֆորիա կա մեծ, բավականին մեծ էֆորիա կա, որ ես անկեղծ ասեմ, որ ես չեմ կիսում, որովհետև երկու օր հետևում եմ եւ անկեղծորեն հիմա այս պահին դեռևս 1/3-ի չափով գրել եմ վերլուծական նյութ, որը այսօր գիշերը կամ վաղը կտեղադրեմ իմ Facebook-յան էջում, որտեղ ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում։ Ասեմ անկեղծորեն, որ չեմ կիսում բոլոր նրանց կարծիքը, ովքեր ասում են, որ Գյումրիում ընդդիմությունը հաղթել է։ Ասեմ ավելին, Գյումրիում որևէ ընդդիմադիր չի մասնակցել ընտրություններին։ Ընդդիմությունը չի մասնակցել, ուղղակի ԿՊ-ն պարտվել է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվել է, բայց ընդդիմությունը չի հաղթել։ Ոչ եմ կրկնում։ Բոլոր թեկնածուները մեծ կամ փոքր բացառություններով, իմ կարծիքով շատ փոքր բացառություններով 18 թվականին աջակցել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն ԿՓ-ին իշխանության գալու։ Բոլորը անխտիր։ Ես փորձեցի ուսումնասիրել կենսագրությունները, ճիշտ է, եղել են այս կուսակցության, այն կուսակցության, բայց երբ որ խոսում ես հանրության հետ, նայում ես այդ օրերի կադրերը, այդ օրերի ուրեմն նրանց արտահայտած մտքերը բոլորը աջակցել են ԿՊ-ի իշխանության գալու։ Իսկ նրանք, ովքեր 18 թվականին չեն կարողացել հասկանալ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի հայ ժողովրդի թշնամիներն են, եւ թշնամիներին չի կարելի աջակցել, ես անկեղծորեն իրանց չեմ համարում ընդդիմադիր։ Թող ոչ մեկը չնեղանա խնդրում ինձանից, ես հավատացեք, որ ցանկություն չունեմ, որ որևէ մեկին այդ առումով վիրավորել, բայց ես դրանց չեմ համարում ընդդիմադիր։ Ուղղակի կարող ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում պարտվեց քաղաքացիական պայմանագրից հեռացած ինչ-որ անհատներ։ Ես չեմ ասի ընդդիմություն։ Եթե իմ ընկերները ինձ կնախատեն դրա համար, ես պատրաստ եմ այդ նախատը ինքը տանել, բայց համարել, որ նրանք ընդդիմադիր ուժ են եւ ընդդիմադիր ուժերը հաղթեցին Գյումրիում քաղաքապետ քաղաքացիական պայմանագրին եւ համարում եմ չափազանցացված։ Ուղղակի հիմա պետք է պարտությունը ԿՊ-ի արձանագրվի կենթանի փաստաթղթի վրա, որն է նախկին քաղաքացիական պայմանագրին խստագույնս աջակցած, Սերժ Սարգսյան մերժած, որևէ մեկը պետք է դառնա քաղաքապետ։ Հիմա դառնալուց հետո արդյոք ինքը կհասկանա իր նախկինում կատարած սխալը, չի հասկանա, դարձել ուրիշ հարց է։ Եվ ես ավելի վատ ենթադրություն ու կարծիք ունեմ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որի մասին անպայման կգրեմ այդ համապատասխան հոդվածում, որտեղ այն ինչ տեղի է ունեցել, կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի համար լավագույն հաղթաթուղթ համապետական ընտրություններում սրբագրելու բոլոր այն սխալները
որոնք այսօր թույլ տվեցին, որ քաղաքացիական պայմանագիրը պարտվի քաղաքացիական պայմանագրից հեռացած ինչ որ անձանց։ Ես նույնիսկ չեմ ասում քաղաքական կուսակցություններ։ Եթե որևէ մեկի մասով ես սխալ եմ ասում, այսինքն նա 18 թվականին չի աջակցել քաղաքացիական պայմանագիրին իմա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ապա ես պատրաստ եմ կոնկրետ այդ անձանցից ներողություն խնդրել, բայց բերց եմ քրվում, այս ընտրություններին Գյումրիին որևէ ընդդիմադիր ուժ չի մասնակցել։ Եվ նաև Փարաքարում որևէ ընդդիմադիր ուժ չի մասնակցել ու չի հաղթել։ Սա իմ Գառնիկ Իսագուլյանի անձնական տեսակետն է։ Բայց Գյումրիում ընթացող գործընթացների եւ դրանց շուրջ տեղի ունեցող այս խմորումների մասին այսօր տաղավարում կզրուցենք Էդգար Ղազարյանի եւ Հայկ Նահապետյանի հետ։ Ընկերներ, ես իմ կարծիք ասեցի, կարող եք ինձ հենց հիմա ասել, որ դու շատ սխալ ես, ես կընդունեմ իմ սխալը։ Իսկ դու ուզում ես լսես, որ մենք ասենք դու շատ սխալ ես։ Բայց եթե ես սխալ եմ, Էդգար Ղազարյանը բոլորի կեսագրությունները կարծում եմ անգիր գիտի։ Եթե որևէ մեկի մասով կասի, որ ինքը չի աջակցել, ես կփորձեմ հակափաստակ բերեմ 18 թվականին Նիկոլին։ Ես եւս համարում եմ, պարոն Ղազարյան, որ ով աջակցել է Նիկոլին 18 թվականին չի կարողացել հենց այդ ժամանակ գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի համար եւ հայ ժողովրդի մեծագույն թշնամին է, ու ինքը իր թշնամական թիմով իշխանության գալով կործանելու է Արցախն ու Հայաստանը, ես այդ մարդկանց չեմ համարում ընդդիմություն։ Դրամալ ես ասում եմ, որ այս ընտրություններին Գյումրի որևէ ընդդիմադիր ուժ չի մասնակցել։ Ես ճիշտ ասած իսկ օրինակ ինչ նպատակ է հետապնդում քո այդ գնահատականը, որին չէ, որ Նիկոլը Փաշինյանը պարտվել է, բայց պարտվել է ոչ թե ընդդիմությանը։ Կարող է Փաշինյանը ստեղ մի հատ գեղեցիկ բան ներկայացում է դրել, ներկայացում, տեսեք, Վարդան Ղուկասյան ով է։ Գյումրի 5 քաղաքապետը։ Մարդկանց մոտ ինչ տպավորություն ստեղծեց, որ ով է աջակցում Վարդան Ղուկասյանին։ Նախկինները։ Հիմա այս սցենարով, տեսեք, ինքը մի հատ հայտարարություն արեց անմիջապես, որ ես ով եմ, որ ժողովրդի տված քվեն չընդունեմ։ Ժողովուրդը, այսինքն արտաքին աշխարհում, ներքին շուկայում ինքը վաճառում է, որ ես ժողովրդավար եմ, ով գալիս է, եթե հաղթում է, Աստված իր հետ։ Բայց ինքը հաղթին պարտը պիտի մնա։ Ինքը ողջունողն է, էլի հաղթանքի բայց չպիտի գնա։ Ստեղծում է ասոցիացիա, որ տեսեք, այդ ընտրություններով դուք հներին նորից բերում եք։ Եթե ձեր ցանկությունը այդ հներին բերելն է, խնդրեմ, վայրը թող մի Վիլենը մնա, Վիլենը լավն է։ Վիլենը տես նորն է, ինչքան լավն է, թող Վիլենը մնա, ձեզ եւ տեսեք, այդ հինը եկած հինը, նախկինը, ում հետ է ասոցացվում, էլի նախկինի։ Որ եթե ինքը նաեւ դրանով այս նախկիններին, ում ինքը նկատի ունի, որ կուզենա 26 թվականին իր հետ կամ էլ արտահերտ ընտրություններում իր այդ մեջլիս մտնի, որտեղ այդ պարագայում իր հաղթանակը ապահովված է, ինքը ստեղծում է այդ մտայնությունը։ Տեսեք, արտաքին աշխարհի համար կասեն, տեսեք, հալալ է Նիկոլի, մարդիկ եկան կրեցին ինքն է թողեց։ Բայց ոչ մեկ ոչի մտածում, որտեղ բոլորն ասում են ընդդիմություն հաղթեց ընդդիմությունը, ցույց տվեք ինձ այնտեղ ընդդիմություն ընկերներ։ Ես 18 թվին կա մի քաղաքական ուժ, որ ընդդիմություններ մայիսից սկսած։ Այո, օրինակ։ Այո, ինքը։ Ես, Դու ով։ ես Գառնիկ Սամվել Իսագուլյանը, Սանձինս ազգային անվտանգություն կուսակցության։ Ինչ Մենք օֆիցիալ ազգային անվտանգություն կուսակցությունը հայտարարություն է արել։ Ես եւս հայտարարություն եմ արել։ Մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալ։ Բայց այդ դեպքում ոչ ես մասնակցել Գյումրիում ընտրությունների։ Որտեղ ընդդիմությունը Նիկոլի հետ ընտրությունների գնա, երբ որ Նիկոլ Փաշինյանը ապօրինաբար զավթել է Հայաստանում իշխանությունը եւ մտածել, որ իշխանության բուրգի գագաթին գտնվող այդ թշնամուն հնարավոր է հաղթել իր կանոններով, իր հետ մրցակցության մեջ, դա միայն նշանակում է լեգիտիմացնել Նիկոլին ու նրա ապագան եւ կործանել Հայաստանը։ Այստեղ մի հատ կանգնենք, մենք ոնց որ այս տաղավարում իրար հետ կոնսենսուսի ենք եկել եւ այդ գաղափարը բերել է պարոն Նահապետյանը եւ ես խորապես աջակցել եմ այդ գաղափարին, ոնց որ եկել եք միացնենք, որ հիմիկվա իշխանության ղեկին գտնվող մարդիկ դրանք իշխանություն չեն, որ նրանց դիմացը կանգնած մարդը կոչվի ընդդիմություն։
Դրանք ճշնամիներ են, իսկ ճշնամիների դեմ պայքարում են ոչ թե քաղաքական համակարգի գործիքակազմով, ընդդիմությամբ, ընտրություններով եւ այլն, այլ ազգային ազատագրական պայքար։ Հիմա եթե այդ տեսանկյունից կարելի է ձեզ հետ համաձայնել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ, ՔՊ-ի դեմ դուրս եկած մարդիկ, նրանք ոչ թե ընդդիմադիր գործիչներ էին, այլ ազգային ազատագրական պայքարի ուժեր, գործիչներ, որոնք հաղթել են ճշտամուն։ Այդ իմաստով կարելի է ձեզ հետ համաձայնել։ Ոչ թե այն դասակարգման, որ ընդդիմություն պետք է լինեն նրանք, ովքեր 18 թվին են բար։ 18 թվին ճիշտ ասում Նահապետյանը, համարյա ամբողջ հասարակությունը աջակցություն ցուցաբերել է, բայց հետո ինչ է տեղի Ոչ ամբողջ։ մի զգալի մասը էլ է դե հիմա բանտոնը հիմա 18 թվին որ Երևանի ավականու ընտրություններ էր Նիկոլ Փաշինյանը նստած մտածում էր գազելով մարդ բերի կամ Ջավախքից մարդ բեր Երևանում գրանցի որ մի քանի ձայն փախցնի կամ Վիվարոյով կամ չգիտեմ բուկմեյքերով աջարաբեսով տանեն մարդու հաշվերա փող նստածնեն որ ինքը հետագա դες բանի մասի կյանքում մտածել է քեֆը լավ հանգիստ արա լույսը կբացվի 90%-ը կլինի չէ Այսինքն այդ ժամանակ ինչի՞ց է, որովհետև համընդհանուր տրամադրությունը դրա մասին էր։ Հետո ամեն օր նրա ազդեցությունը սկսել է նվազել, եկել հասել է մարդու կնիկ հետ են մնացել։ Ուրիշ մարդ այլևս։ Դուք վստահ եք։ Նախ իրենք զուգընկեր են, մարդու կնիկ չեն։ Սկսենք սրանից։ Դե երկու կոպեկի համար։ Մարդու կինը ընտանիքի հասկացա ճիշտ է։ Չէ նկատել են որպես բան էլի, հիմա տենց են ներկայանում իրանք։ Շատ էլ ներկայանում։ Ճիշտ է, այսօր կանադես ներկանա վաղուրից է, դա բան քաղաքացիական կամ եկեղեցով օրինական ամուսիններ չեն։ Չէ, հիմա ես այն տեսակետն է, որ մի ասեք, այն ժամանակ ինչքան ձայն են տվել իրար, Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն նաև ԱՊՕ-ի դարձել է վարչապետ։ Այո։ Տիրացել է բոլոր լծակներին, գործադիր։ Հետո ապօրինաբար լուծարել է ազգային ժողովը, ապօրինաբար իր հրաժարականից հետո մնացել է պաշտոնակատար, Այո։ շարունակել է պաշտոնավարել, օգտագործել է բոլոր լծակները, ապօրինաբար նորից ուրեմն այդ ձևով ազգային ժողովի հանգիստ նստել է, ինքը ապօրինություններով, ահաբեկելով, նորից հասկացրել է ազգային ժողովի ընտրություններ 18 թվականին, ընտրել է իր ուսապարկերին, այդ ուսապարկերով գնացել է հայրենիքը ծախել է թուրքերին, նորից հետո եկել հաղթել է, որտեղ բոլորը մտածել են, որ պարտված է կեթան կհաղթենք, էլի օգտագործելով լծակները ու խարդավանքները 21 թվականին ջախջախիչ հաղթանակ է տարել, ջախջախիչ, սահմանադրական մեծամասնությամբ հաղթանակ է տարել, եւ որ մտածել են, որ պարտված է, դա իշխանա զավթում է։ Հիմա զավթել է, այսինքն հիմա եկը զավթի, պարտված մարդ Արցախը ծախած է եկավ զավթեց, հիմա խնդի չզավթի։ Մի բան ասեմ, ուրեմն այսօր գրառում է արե հիշելով Վրաստանի նախկին վարչապետ, հեսա հիշեմ մեր գործընկերոջ ազգանուն Գախարյան իրան նաև շուն անամիր է Նիկոլ Փաշինյանի, որ Փաշինյանը գնացել էր Վրաստան, մի հատ փոքրիկ շենիկ անավիր է։ Գախարյան գիտեք ինչի համար հրաժարական տվեց։ Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրենց կուսակցության անհաջողության համար պարտությունն է չէ որ բոլոր համայնքներում պարտվել են։ Մի քանի համայնքներում իրենց կուսակցություն անհաջողություններ ունեցել, վարչապետը հրաժարական տվեց։ Այսինքն, եթե դու քաղաքական ուժի ղեկավար ես, դու չես կարա ողջունել, շնորհավորես բոլոր ընտրված։ Եթե օրինակ հանրապետության նախագահը կարա անի, որպես սահմանադրության հսկող պաշտոնյա, չէ՞, որ հսկում է սահմանադրություն, որպես ընդհանուր երկրում տեղի ունեցող իրադարձություն։ Բայց եթե դու քաղաքական ուժի ղեկավար ես, պաշտոնապես մասնակցել ես ընտրություններին, առաջադրել ես տեխնացու, անձամբ գնացել ես, մասնակցել ես քարոզարշավի, գնացել է Նիկոլ Փաշինյանը Գյումրի, մասնակցել է դրա համավակ հավաքին, ասել է, որ դա անում է Գյումրի եւ Փարաքար համայնքներում ընտրության կազմակերպանը, այսինքն ինքը իր անձնական հեղինակությունը դրել է գործի մեջ։ Եվ եթե դրա արդյունքում մարդիկ քեզ դեմ են քվեարկել, Գախարյան եւ աշխարհի մնացած բոլոր նորմալ մարդիկ ասում են, ի՞նչ տարբերություն մարդիկ որդ են մեզ դեմ քվեարկում համայնքային ընտրություններում, թե համապետական, առավել եւս երբ որ մենք դրանց անմիջապես ենք մասնակցում։
Հիմա եթե մարդը չի ուզում Հայաստանի ամենամեծ երկրորդ խոշոր համայնքի է, այդ համայնքի բնակիչները չեն ուզում, չեն ուզում այդքան վարչական ռեսուրսը կիրառելով, այդքան դիրքդ օգտագործելով, այդքան փողերի մեջ։ Ի վերջո քեզ չեն ուզում։ Դու ոչ թե պիտի շնորհավորես ընտրություններում հաջողության հասած ուժերին, այլ պիտի լույսը բացվի հրաժարական տաս ասես ծերի ժողովուրդ։ Քաղաքակիրթ եվրոպական երկրներում եւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմիններում իշխող կուսակցությունը կրվում էր եւ հրաժարական նախագահը շարունակում, Մակրոնը շարունակեց, Շոլցն շարունակեց, շատերը շարունակեցին, շարունակեցին, որ Վրաստանը իրանք կասեն հետամնացի է։ Բազմաթիվ են դեպքերը, երբ որ ընտրություններից հետո եվրոպական երկրներում Մեծ Բրիտանիա Բազմաթիվ վարչապետը հրաժարական տվեց տեղական ընտրություններում պարտության ժամանակ։ Մեծ Բրիտանիան օրինակ ընդ Հայտամանացա։ Այնտեղ թագավորական երկիր է, թագավորը վեճնի կա, ժառանգությամբ էլ փոխանցում։ Խորհրդարանական երկիր է, վարչապետը հրաժարականա տվել, պարլամենտը բանը տեղական ընտրություններում պարտության համար։ Հիմա ինքը պիտի Մակրոնը չտվեց։ Դրա համար այդ իմաստով շատ ճիշտ է պարոն Հապետյանի մյուս առաջարկը, որ այսօր ես նաև Հայելի ակումբից եմ հնչեցրել, որ գյումրեցիները հիմա դե ժողովներ անելու փոխարեն պիտի միասնաբար իրենց քաղաքապետին ընտրեն 5000 մեքենայով գային Երևան, որպեսզի մենք ուղեկցեինք Նիկոլ Փաշինյանի դիմումը նախագահական նստավայր։ Իսկ այսօր պիտի այդ քաղաքական գործընթացը վերածվեր քաղաքական այլ դեր դիմությունը։ Իսկ ով է։ Էլ ինչ ընդդիմություն, այս Սարգսյան ջան, մեր ժողովուրդը հաղթել, ազգային ազատագրական պայքարը հաղթել է Երևանի մատույցներում, հաղթել են թշնամուն։ Թշնամին եկե հասել էր Երևան, եւ Փարաքարի բնակիչները կանխել են նրանց առաջխաղացումը մայրաքաղաքի ուղղությամբ։ Եվ դա հնարավորություն է տալի, որպեսզի մա Փարաքարի բնակիչները իրենց հաղթարշավը տեղափոխեն Երևան։ Որտեղ Փարաքարը Արմավիրի մարզի համայնքներից է, ըստ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի սահմանադրությամբ Արմավիրի մարզի մի մասը պատկանում է Ադրբեջանին։ Հիմա որպեսզի Փարաքարը չպատկանի Ադրբեջանին, պատկանի Հայաստանին, այդ իրանց հաղթարշավը պիտի տեղափոխվի Երևան։ Եթե այդ հաղթարշավը չի տեղափոխվում Երևան, Բաքվից են գալի Երևան։ Պարզ բան է, դուք հələ դրել եք ընդդիմություն, իշխանություն եք բանում, ասում եք մենակ միակ ընդդիմություն, դու եղավ, միակ ընդդիմությունը դուք եք, պարտվել է, բայց ընդդիմությունը չի հաղթել։ ԿՊ-ն չի պարտվել, պարտվել է Յենի Ադրբեջան կուսակցությունը, որի ներկայացուցիչը խաղում էր Սարիկ Մինասյանը։ Ճիշտ է։ Այո։ Բարի։ Խնդրեմ, շարունակեք։ Ես ամեն դեպքում մեղմացած չի ուզենա այդ ձեր ասած բանը Սարգսյան դիսկուրսի մեջ մտնել, ասենք մի բարձ պատճառով, ասենք ես ունեմ իմ մոտեցումը հակափաստարկները, ինչու, որտեվ 2018 թվականին կարծում եմ մենք երեքս նույն կարծիք ենք, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթվել է։ Ճիշտ է։ Միանշան։ Դուք համաձայն եք պարոն Իսահակյան։ Այո։ Ահա։ Ուրեմն բռնազավթած իշխանությունը բռնազավթած խմբակի հետ ընտրությունների չեն գնում։ 18 թվականի խորհրդանը, ընտրված խորհրդանը Փաշինյան Նիկոլ ընտրել է։ 18 դեկտեմբերին Նիկոլ ընտրել է, բռնազավթած իշխանությունը անձի հետ մտնում է քաղաքական պայքարի մեջ։ Բռնազավթած անձի տեղը որտեղ է Իսագուլյան, դու լավ գիտես։ Բանտու։ Ճիշտ է, բանտու։ Բայց իր այդ քաղաքական պայքարի մեջ է, չէ՞ մտել։ Հիմա դա ո՞նց հասկանաք։ Այսինքն միգուցե դուք եք առնու արդարացի եք, բայց եթե գանք ակունքներում, ապա ընդհանրապես 18 թվականից սկսած մայիս ամսից Փաշինյան Նիկոլի հետ ցանկացած քաղաքական գործընթացի մեջ մտած կուսակցություն, կուսակցության անդամ, համախոհ եւ այլն իրենք բռնազավթող հետ մտնում են իր կողմից խաղի կանոնների մեջ մի դերակատարման մեջ։ Այդ առումով եթե ասում ենք, պիտի ասենք 18-ի մայիս ամսից։ Ընդ որում 18-ին իշխանությունը բռնազավթած Փաշինյան Նիկոլին ձայն տվել են նաև խորհրդանում որպես վարչապետ։ Դասական իմաստով կուսակցությունները, չէ, խորհրդանական։ Հանրապետականը, հայեղափոխական դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 18 դեկտեմբերին նույն Փաշինյան Նիկոլ իշխանությունը բռնազավթած անձի, որը ռեժիմային օբյեկտ է գրավել եւ որի համար որևիցե պատիժ չի կրել։ Դեկտեմբեր ամսին մտել են քաղաքական պայքարի մեջ։
մարդ, որի տեղը բանկներ։ Մտել են։ Իսկ եթե գանք ակունքներում, մեր ասած տակը բան չի մնա Իսագուլյան։ Այսօր ես կարծում եմ Գյումրիի քաղաքապետի ընտրությունը իր մեր համար, գոնե մեր ժողովրդի, մեր քաղաքացիների մի բան է արժևորում, միայն մի արարք, կապ չունի ով է լինելու քաղաքապետը։ Եթե այդ ընտրությունները ինքը վերաաճում Փաշինյան Նիկոլի հերացման գործընթացին, դրանով ինքը արժեք է։ Ինչու՞, որտեղ ցանկացած հանրապետության քաղաքի քաղաքապետ, լինի Երևան, լինի Գյումրի, լինի Վանաձոր, դրանք որից է ձևով իրավասու չեն եւ չունեն գործառույթ ազդել Փաշինյան Նիկոլի եւ իր քաղաքական խմբակի, իսկ ավելի ճիշտ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության վրա, որից է քաղաքապետի գործառույթ չի կարող ազդել այդ քաղաքականության վրա, որտեղ իրենց գործառույթները տեղի համայնքի կառավարումն է, ճիշտ է, այդպես է։ Եվ Գյումրի քաղաքում ավականու անդամների ընտրությունը մի իմաստ ունի Հայաստանի մասշտաբով, նվազագույնը հայության մասշտաբով առավելագույնը, որ այդ ընտրությունները պետք է վերաճեն քաղաքական գործընթացների, որի վերջնանպատակը Փաշինյան Նիկոլն է։ Այո, ես եթերով առաջարկել եմ, որ քաղաք պայմանագրի ներկայացուցիչը չի ընտրվում, ընդդիմություն ունենում է իր քաղաքապետը եւ հայրաքաղաքի մեր հազարավոր հայրենակիցներ, հազարավոր մեքենաներով գալիս են Երևան, որ մենք շնորհավորենք իրենց։ Այո։ Մենք մայրաքաղաքն ենք, գալիս են մեր մոտ, մենք քաղաքի տոնը կլինի իրանց, կգնանք իրանց կշնորհավորենք։ Մենք էլ կգնանք այստեղ միասին կգնանք եւ ինքը կարող է այդ ավտոարշավները վերածի քաղաքական process-ը, ընդհանրապես, այսինքն Գյումրի քաղաքի ավականու անդամների ընտրությունը եւ քաղաքապետի ընտրությունը համապետական իմաստով մի արժեք ունի, որ դա կարող է լինի process, որով Փաշինյան Նիկոլը գնա երկարատև հանգստի, իսկ թե հանգստի տեղը որը կլինի, Փաշինյան Նիկոլը երևի դիմի Գանիկ Իսագուլյանին, այդ հանգստի տեղերը Իսագուլյանը լավ գիտի։ Սաղ էլ գիտի, բայց մեկը չկա։ Դե ուրեմն Իսագուլյանը խորհուրդ կտա։ Հետաբար նույնց եմ ասում, այստեղ խնդիրը այն չի, Վարդան Ղուկասյանը կլինի, Մարտուն Գրիգորյանը կլինի կամ որից է մեկը կլինի։ Կարող է այդ ընտրությունները ինքը վերաճելու է քաղաքական process-ը, թե ոչ։ Եթե չի վերաճելու, ես բարձր եմ ասում, ով ուզում է լինի, ԿՊ-ից չլինի, ենթադրենք, ընդդիմությունից ով ուզում է լինի, եթե ողջունելու են, ծափողջուներ, այսպես հավատարմության խոստումներ, քաղաքի ճիշտ կառավարում, լավագույն ծրագրեր եւ այլն, դա Հայաստանի մասշտաբով եւ մեր ներկայու այսօրվա եւ վաղվա համար որևիցե արժեք չունի։ Առավելևս Փաշինյան Նիկոլը ոնց թալանել է Գյումրին, գիտեք, չէ՞ ինչքան գումար Գյումրիում հավաքում է եւ դրա ինչքան տոկոսն է գնում Գյումրին։ Մնացածը, ինչպես ասում են, գրպանվում է բյուջեի տեսքով, հետո բանը պարգևատրումներով եւ այդպես շարունակ։ Եվ դրա համար իմ համար օրինակ դա ակսում է։ Կլինի քաղաքական process։ Հրաշալի է։ Կարող է քաղաքական process-ը հաջողություն չունենա, բայց ինքը process մեծ հավանականությամբ կունենա։ Իսկ այո, ես համակարծիք եմ ձեզ հետ, պարոն Ղազարյան, որ մեծ հավանականությամբ ինքը կարող է ունենալ։ Հիմա մեր ժողովրդի ուզած է ինչի, որ Վարդան Ղուկասյանը լինի կամ Մարտուն Գրիգորյանը կամ որիցը մեկը։ Մեր ժողովրդի ուզածը, որ ԿՊ-ն պարտվի։ Թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի Հայաստանի կոլաբորանտ կառավարությունը մաքրվի ստեղից։ Ճիշտ է։ Ինչու, ոչ թե որ իրան վատն են։ Ես դա այս ամեն ինչը կապում եմ մեր երկրի անվտանգային օրակարգի հետ, որտեղ մեր տարածաշրջանը բարդի տակռ է։ 5 րոպե պակաս Իրանի դեմ չի բացառում, որ սկսի ռազմական գործողություններ։ Այդ գործողությունները սկսելուց առաջ շատ կարևոր նշանակություն ունենում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը կարող է լինել Մեղրի ինչ-որ մի հատված, զենքի ուժով վերցնել։ Գորիս Ղափան, Գորիսով Սիսիան Անգեղակոտ, Նախիջևան, երկրորդ ուղղությունը, երրորդը Ջերմուկ Երասխ։ Իսկ կարող է միջանցք այսպես կոչված դառնա ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, ասենց էս։ Մենք էլ մեջ ենք։ Իմիջայելոց դուք նկատել եք տեղական ընտրություններ եւ ադրբեջանական գործողություններ տրամաբանական կապը։ Այո։ Եվ կարծես առաջին դեպքը չի։ Գիշե այսօր լուսադեմին կրակել է։ Այո։ Գորիսի գյուղերի ուղղությամբ եւ տուն է վնասվել։ Ու այն աստիճան, որ պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որտեղ մինչեւ այդ Սուրեն Պապիկյանն ասում էր ուրախությունից ադրբեջանցիները օդ են կրակում կամ իրանց վրա են կրակում։ Ասում ադրբեջանցիները կրակում են, բայց Հայաստանի տարածքը չի թիրախավորվում։ Այդ նշանակում է կամ իրար վրա են կրակում կամ օդ։
Հիմա այսօր արդեն ստիպված ասում են, որտե փաստը կա։ որովհետեւ փաստը կա, որը կրակել են գյուղի վրա ու մասնավոր տունա վնասվել։ Ու տան վնասումը չի կարող լինի, ասենք մակարով ատրճանագից։ Եթե մեծ հեռավորությունից տունը վնասվել է, ուրեմն կառնվազն միջին դրամաչափ է։ Գեներ Գյումրիից շեղում է։ Չենք շեղում։ Ինչ եմ հիշացնում։ Գյումրիից Կապանում շեղեցի։ Շեղեցի, ասացիմ տեսակետը, որ Մենք էլ մեր տեսակետը ես ասում։ ասում։ Կապան ճակատեն ճանապարհը երբ փափակվի, գիտեք։ Կապանի ընտրությունների օրը քաղաքապետի տեղամասերը փակվել է 20:00-ին, 22:00-ին ճանապարհը փակվել է։ Ադրբեջանցիները սպասեցին ընտրությունը բրձա, որ Նիկոլ Փաշինյանի վնաս չտան։ Հիմա սպասում են Գյումրի ընտրությունների արդյունքներին։ Մի քիչ ուղղակի ակտիվությունը թույլատրել են, որտեղ Գերմանիայի նախագահի Հայաստանում վաղ գնալու է Բաքու։ Իսկ դրանից հետո զուգահեռ այդ տալու Ադրբեջանը գործողություն, այդ մենք չենք հերվանում թեմայից, որտեղ Նահապետյանն ինչ ասում, բայց Մահապետյան մենք ճշտամու հետ գործ ունենք։ Եվ այս պայքարը ճշտամու դեմ պայքար է, թե մենք այդ պայքարում կորցնում ենք, ճշտամին գործողություններ անում մեր տարածքի վրա։ Դրա համար այդ պայքարը պիտի այո, ծավալ ոչ թե հիմա մենք ընկնենք, մտածենք երկու ձայնեսիա Մարտուն Գրիգորյանը քվեարկի, սրան չի քվեարկի, իրանք իրար հետ ընկել են, իրար ճշտամի են եղել։ Մենք ընկած այդ բազարների մեջ ենք անում։ Ճշտամին գործողությունն է պլանավորում մեր դեմ։ Դրա համար եթե մենք ունենք հաղթանակի ռեալ հնարավորություն, իսկ այսօր ո՞րն է հաղթանակը։ հաղթանակը արդեն մեր ժողովուրդը տվել է մեզ։ Մնում է այն մարդը Գյումրին ընտրությունների արդյունքները։ Նույնմանավ այդ հաղթանակը ո՞րն է էլի։ Հաղթանակն է, որ գնացել են ԿՊ-ին դեմ են քվեարկել։ 5000 մեքենա Գյումրիից գալիս է Երևան Իսագուլյան։ Անդիմությունը հաղթել է հարցը։ Անդեմություն չկա, Իսագուլ, հակապետարան։ Հայ ժողովուրդը դուրս է եկել ազատագրական պայքարի եւ հաղթել է թշնամուն։ Ինչ անդեմություն։ Անդեմություն չկա։ Անդիմություն չի կարելի, անդիմությունը որպես երևույթ, դա քաղաքական համակարգի ինստիտուտ է։ Անդիմություն գոյություն, եթե կա իշխանություն։ Հիմա եթե այստեղ իշխանություն չի, հանցախումբ է։ Հա, բայց Թուրքիայի, Ադրբեջանի կամակատակում։ Հիմա դա հանցախմբի դեմ ինչ անդիմություն։ Դա ազգային ազատագրական պայքար է։ Հիմա ֆիդայիները, որ ելել են սահերում, ազգային ազատագրական պայքար են անում, բնակավայրի իր ժողովրդին պաշտպանում են։ Անդիմություն է։ Հիմա դրա համար, մի հատ հարց տամ, պարոն Ղազարյան։ Ազգային ազատագրական պայքարը կամ ազգային ազատագրական պատերազմը, ազգային ազատագրական զարթոնքը, երբ որ սկսում է, նա չի կանգնում, չէ՞։ Դա սկսվեց, միտեղ հաղթանակ տարա, Արդյունքն դա շարունակ, բայց ասում նա ապետ։ հիմա ամբողջ խնդիրներն է Գյումրիում շարունակվի, բավարար չի, բայց շարունակությունը ինչ է։ Բայց ով է որոշում շարունակությունը։ Շարունակությունը 5000 մեքենա գալիս են հայրաքաղաքի։ Մի րոպե։ Այո, չեն գալու։ Եթե քերու կնոջ անեկդոտը պատմեն, բեղեր ունենալու ինչ կասեինք։ բերել չեմ Ինչի եթե։ Հիմա կոնկրետ փաստ են արձանագրում։ Հիմա կա հնարավորություն։ Կա այդ հնարավորությունը կա։ Եթե ձեր ասած քաղաք պայմանագիրը չի ունենում քաղաքապետ, եթե ընդդիմություն ունենում է քաղաքապետ, բայց դե դեռևս որևէ ձևով պայման չի, որպեսզի Հայաստանում սկսի Երևանում իշխանապողության գործընթաց։ Պայմանը հետևյալն է. պետք է մի քանի հազար մեքենայով գյումրեցիները հայրաքաղաքից գան, որ մենք երևանցիներս իրեն շնորհավորենք, հետո մենք մի քիչ ավելի շատով կգնանք Գյումրի։ Իրանց համայնքի տոնը միասին նշելու։ Թե ընթացքում ինչ կլինի Իսագուլյան, դա կախված է մեր ժողովրդի այն էլիտաներից, որոնք իրավիճակը լավ գիտեն, որոնք աշխարհում գիտեն ինչ է կատարվում, գիտեն ճշգրիտ քայլերը ոնց հաշվեն, որտեղ ինչ մեսիջներ ուղարկեն եւ այդպես շարունակ։ Ժողովուրդը ես որպես ժողովրդի մի մասնիկ ես զինվոր եմ։ Նրանք ովքեր որ կազմակերպում են, պետք է ծրագիր ունենան։ Ես ասում դա, իսկ թե ով կլինի Գյումրի քաղաքապետ, դա այնքան երկրորդական է։ Այո։ Ոնց որ Վանաձորում տրվեց քաղաքապետ հայտնվեց ճաղերի հետևում։ Հետո եթե պասին ես առաջարկ եմ անում, եթե այնուամենայնիվ Մարտուն Գրիգորյանը ճիշտ որոշումից հետո անդիմության թեկնածում դիլնի, ես օրինակ առաջարկում եմ ոչ Մարտուն Գրիգորյանը լինի, ոչ Վարդան Ղուկասյանը, որտեղ երկուսի վրա պոտենցիալ բան ուղարկելու պրակտիկա ունեն իրենք։ Ճիշտ է։ Փաստ եմ ես ասում, վերացական բանը չեմ ասում, չեմ էլ մոգոնում։ Ես էլ ասում եմ երկուսով իրար հետ միշտորդներով կամ դեմ դիմաց թե այդքան երկրի վիճակի կարևորություն իրանց համար պատասխանատվությունը, թող դեմ դիմաց նստեն, ոչինչ կլինի, ոչ էլ լինի։ Ամենայն լրջությամբ։ Այն երկուսից Կարենն ու
մյուսի անունը Ռուբեն։ Հա ինչա։ Քաղաքապետը չի, որտեղ այս բային հնարավորություն առաջացել։ Ամբողջ խնդիր այ լավ է, կամած գալիս եք այն դաշտ, որտեղ ես ուզում եմ, որ դուք գաք։ Այսինքն Որ ասում եմ ընդդիմություն, այսինքն ընդդիմության համար կամ ընդհանրապես հաղթանակի համար իրական չի թե այդ պաշտոն, արդյոք կռիվը այդ պաշտոնի համար էր, թե որ ժողովրդի մեջ առաջանա զարթոնք, որ այդ զարթոնքը շարունակություն ունենա։ հիմա չգիտեն կարող ենթադրություն անենք, մենք առաջարկ ենք անում։ Հիմա ամենադեպս ռուսներ կան, չէ՞ որ ոնց որ Երևանում էր, որ մարդամեկը, որ միշտ դերասանը, որ կանանց դերեր հաճախ տանում կամ միշտ էր տանում, ասեց որ ախպեր, դուք տվեք ինձ ու ներողություն եմ խնդրում բարիս համար, ռադներ հետ քաշեք, պաշտոնների հետ գործ ունեք, դուք մենակ ինձ ընտրեք, ես պետք է տեղակալներ նշանակեմ վարչապետել, ընդ եթե հիշում եք մարդամեկը ասեց արա գոնե վերահսկողական այդ ծառայությունը մեզ տոր ասեց չէ, սաղ պետք է Ղալաթարը մարդամեկը համաձայն եմ, մարդամեկը պետք է հասկանա, որ ավականության վերահսկողական ֆունկցիա ունի ապետին ավականու անդամը։ Հիմա ստեղել օրինակ ենթադրենք, ամենադեպս ես չգիտեմ, սոցիալցիայում գրած է որ Վարդան Ղուկասյանն ասել է, ոչ մեկին տեղակալ չեմ թաղթել, դուք պետք է ինձ ընտրեք, մնացածը սաղ ես պետք է անեմ։ Հիմա դրանց ուշքի միտքը տեղակալում է։ Չկապ չունի բան։ Ղուկասյանի ուշքի միտքը տեղակալն է։ Չէ, բայց այն մյուսի ուշքի միտքը տեղակալում է։ Չգիտեմ, մեկը երկու ձայն ունի, իրանում կտա հետաքրքիր չի, ինքը ասում է ասում գոնե մի պաշտոն մի հատ իմ բանին տա։ Հիմա այդտեղ հարկավոր է գնալ զիջման, թե չգնալ։ Բայց չեն ասել, չէ՞, դու այտենց ենթադրում ես, որ մարդը ասել է որ ով մարդը։ Պարոն Իսագուլյան։ Որը սոցիալական ցանցերը գրել են։ Դա քո համար հիմա։ Հիմա սա սոցիալական ցանց է։ Օրենք չէ՞ մեր երկրում։ Հիմա ինչ ասում մեր ընտրական օրենսգիրքը։ Ասում է, եթե դու որպես կուսակցություն կամ դաշինք 51%-ից ավել ձայն ես հավաքում որևէ ընտրությունների ժամանակ, ուրեմն քո առաջի համարի տեխնացուն ավտոմատ դառնում է համայնքի ղեկավար, եթե համապետական ընտրությունն է վարչապետ։ Եթե դու 49% ես հավաքում, այդ նշանակում է մյուսներն էլ որևէ մեկը 51% չի հավաքել, բոլորը հավաքում, չգիտեմ, կարգարակ չկազմեկել։ Հիմա եթե չեք հավաքում, ուրեմն ձևավորվում է համայնքի ավականի, եւ համայնքի ավականն իր կազմից որևէ մեկ հիմա կարալնի այս շատ հավաքածի տեխնացուներից կարա Նահապետյանը ասած էլի պայմանավորեն հակառակ ամենաքիչ հավաքած մեկին տան կապ չէ դրանք է պայման արդեն անհատական հատկանիշ ասեն ճիշտ է մենք հիմա ոչ մեկից քաղաքապետ ավտոմատ չի ընտրվում բայց մեր մեջ ամենամեծ փորձառություն է ցող տեղական ինքնակառավարումը այս ինչն է հավականու անդամներից դրան ընտրեն քաղաքապետ Ավականին իր կազմից պիտի ընտրի քաղաքապետ։ Հիմա հարց, հիմա Գյումրիում գնացել են ընտրության, ոչ մի քաղաքական ուժ 51% չի հավաքի, այն ոզիների ասած համազած, մեկի չհամազուս պեղի։ Այսինքն ձեր սաղը, ձեր ամբիցիաները դրեք գետին, որովհետև ոչ մեկը հիմա ամբիցիայով, նույնիսկ Վարդան Ղուկասյանը հիմա չի կարող ամբիցիա բրդի։ Ամբիցիա են ուզում ախպեջան, 51 հավաքեիր։ 50+1։ Այո, 50+1։ Չես հավաքել, ուրեմն նստի տեղդ, խելով, բոլորը, հիմա բոլորը ով որ Գյումրիում է, բոլորը պիտի խելով նստեն տեղեր, որտեղ ոչ մեկը 51%, օրինակ Փարաքարի համայնքի ղեկավարը կարա խելով չնստի, որովհետև ինքը 53%-ով միանգամից դառել է համայնքի ղեկավար, ինքը կոալիցիա ձևավորելու խնդիր չունի, ինքը ոչ մեկի հետ հիմա քննարկելու հարց չունի, Վանեցյանը դե կարա չետա իր շտաբ Մարդը ընտրվել է, Արուշ որ բանտից ընտրվել էր, ՔՊ-ին հաղթեց, ինքը ոչ մեկի հետ քննարկելու բան չուներ, մարդը քաղաքապետ առաջի փուլով ընտրվել է, նույնը կապանիկը, հիմա եթե դուք ոչ մեկը 50+1 չեք հավաքել, ուրեմն հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք Հիմա հանգիստ նստեք, այսինքն որևէ մեկը դել ամբիցիա առաջ մի տվեք, այդ որ դու հավաքել ես, ասենք դե ենթադրենք Վարդան Ղուկասյան ջան, 8 ձայն, չէ՞։ Հիմա եթե դու մենակ ամբիցիայով բրդես, կարասել ես քաղաքապետ։ Չի կարող։ Իհարկե չես կարող։ Դե որ չես կարող նշանակում է քո քաղաքապետը լինելը կախված է մյուսների որոշումից, չէ՞։ Ուրեմն դու պետք է խորը արգանք ունենաս այն մյուսների որոշման նկատմամբ։ Եվ մեկի որոշումն էլ եթե ակնկալում ես, այդ ակնկալիքիդ նկատմամբ պետք է արգանք ունենա։ Նույնն էլ այն մյուսը, եթե Մարտուն Գրիգորյանն 6 մանդատ ունի, ոչ թե պետք է ասի ես 6 մանդատանոց դոգ եմ, եթե իմ 6 մանդատից է կախված, ուրեմն սաղ տվեք ընձի, տես չի, հանգիստ։ Դու ընդամենը ունես 6 մանդատ, որովհետև եթե մենք ես տոնենք 6 մանդատի հետ միասին, ուրեմն դու 6 մանդատով ոչ իման չես, ոչ քաղաքապետ կարասել ես, ոչ քաղաքապետի տեղակալ կալես, ոչ վերահսկող։ Եղա, 6-ով ոչ իման չեն լնում։
Դա հիմա քանի որ դուք դուրս եկեք բոլորս ձեզ աջակցել ենք որպես ոչ թե ընդդիմություն, այլ ազգային ազատագրական պայքարի գործիչներ թշնամուն ջախջախելու համար, ուրեմն սուսը փուս, այդ ու մեկ տրամաբանությունները ինչ ա ուշում, որ եթե այնուամենայնիվ այս մեկը հավաքել առավելագույն թվով ձայները, պետք է աջակցությունը ցուցաբերել դա տրամաբանությունը ուշում է, եթե այսօր Մարտուն Գրիգորյան ջան, դու հավաքացել ես 10 մանդատ, մյուսներն ավելի քիչ, մենք ստերից ասելու ենք մյուսներ գնացեք ձեր աջակցություն տվեք Մարտուն Գրիգորյանին։ Էդի պարզ տրամաբանական բանաձև է։ Եթե այս մարդն արել Վարդան Ղուկասյանն է ավելի շատ, ուրեմն բոլորը պիտի գնան առանց քննարկելու տեղակալ կտաս, տեղակալի օգնականն էլ էս մեկին կտաս, աշխատակազմի ղեկավարն էս ինչ բաներ, ինչ խոսարում է հետաքրքիր, ինչ քաղաքապետ, ինչ տեղակալ Նահապետյանի ասած։ Սուսը փոզես մարդիկ պիտի ոնց որ օրինակ Ռուբենի եւ Կարեն Սիմոնյանի հայտարարությունները ախոցելի է։ Մարդիկ ելան ասեն, իսկի չենք հանդիպել Վարդան Ղուկասյանի հետ, չենք պատրաստում հանդիպենք, քննարկելու բան չկա։ Մենք անվերապահ մեր ընտրված ավականու անդամները իրանց կողմ ձայները տալու են այդ մարդը դառնա քաղաքապետ։ Սա ախոցելի դիրքորոշում է։ Հիմա եկել ենք հասել ենք Մարտուն Գրիգորյան նստել է մտածում, հիմա դեռ ինչ կա մտածելու։ Ինչ ես մտածում, մտածում ես, որ ինչ լուծում գտնես։ Լուծումը պարզ է։ Սուսը փոս պետք է հավականուն ինձ տլի, քո 6 անդամը այդան ամենաշատ քվեն ստացած տեխնացիոն կողմ քվարկեն նստել։ Հիմա ընտրել են քաղաքապետ, գալիս է քաղաքապետի տեղակալ ընտրություն, արդեն այդ կընտրեն չեն ընտրի։ Չէ, կարևորը մի բան հարցնեմ։ Այս 14 հոգի թշնամին այդում են նստում են վերջի շար։ Մի բան ասեմ։ Մենք երեքով անցել ենք։ Այո, մենք երեքով ենք անցել։ Պարոն Նահապետյանն ունի 25 ձայն, դուք ունեք 20 ձայն, ես էլ 15 ձայն։ Այո։ Մենակ երեքից ձայները հավաքաբար է, որ Ացուկաշյան դեմ, այո, հու։ Հա, հլում է։ Հիմա այդ ժամանակ մենք որ պիտի պարտավոր ենք, չէ՞ կամ իրար հետ նստենք, իրեքս էլ նեղություն չենք, իրեքս էլ բորզի տղեկ ենք։ Բորզի, արա, բորզի։ Գործի։ Բորզի նշանակում է բան։ Տղաման։ Ոչ եմ։ Հա, հավաքվում ենք, բնականաբար, որ պարոն Նահապետյանը 25 ձայնը, դու 20, ես էլ 15։ Հա, ասում ենք Նահապետյան ջան, դու քաղաքապետ։ Բայց եկեք պետք է ասի Տրեկ ջան, դուք էլ քանի որ մասնակցում եք, ոչ թե ես պիտի միանձնա ամեն ինչը ձևավորել։ Լավ, ասեք չի ասում, ինչ, պիտի չդրենք Նահապետյանը։ Չի ասում, նշանակում է դες, մենք երկուսս գնում ենք զիջման։ Իսկ այս մարդը Երնիրանից հազարական, ընդ լավ են մի մարդը։ Կոտոշները դեմարա դες չախպեր, քանի որ ես եմ շատ եմ դի, ես ինչ ուզեմ են էլ անեմ։ Կոտոշներով է կոշիկներ ակե գնացել էր Քարոզ Արշավին, դե կոտոշներով չկա։ Գյումրիում մի օքի կոտոշներով գնացել էր։ Հիմա, ասենք դե չի համաձայնում, լավ, ուրեմն մենք չդրենք Նահապետյան, բաբա չընտրենք։ Մենք ինչ ենք ելնում։ Դե Նահապետյանն է, բայց դի չէ հասկանա, որ եթե չընտրենք իրա։ Հիմա ասեք թե չի հասկանում։ Այ որ կֆիքսեն գորենի տուպոյը չի ասկել, որ երը ձեզարից Բտում Նահապետյանին գորեց, ամենաշատ զայնը գրեց Նահապետյանի վրա Ես գիտես ինչ կան, Նիկոլի ջրանացին էր ջուննս ես գիտես ինչ կան, կասեք քիչ դու ես հավաքե, ուրեմն ես ասում դու ես ելնելու քաղաքապետ։ Մալադեց, այս զարդակ դուք Եթե մի ոգևորվեք, քեզ թվում է ես քեզ շոյում եմ, ու ասում եմ սա զորքը քո, քանի որ դու ես քաղաքապետ։ Հիմա այդում ենք Երևանը ազատագրելու։ Զորքիդ մեր քայլող, վարող զորքի առաջնապահ ջոկատը, որ առաջին հարված պիտի ուտի իր վրա, ելնելա քո զորքը։ Համաձայն ես, ինձ դա Իսագուլյան։ Հա, միանշանակ։ Արդարացիային մոտեցումը։ Միանշանակ։ Բայց եթե դու ես դառնալու քաղաքապետ, առաջին մարտը դու ես քո վրա վերցնում։ Արդարացիա Ղազարյան։ Լրիվ։ Դու ես այդքան ասում եմ, այսօր առավոտ Որովհետև եթե այդ մարդիկ ընդեղ հաջողություն չունեցան ԿՊ-ն իրանց իշխեց, ուրեմն նրանցից ոչ մեկը ոչ քաղաքապետ ալելու, ոչ տեղակալ ալելու, ոչ էլ կոմունալ բաժնի պետ ալելու։ Նրանք բոլորը կամլելու են դիակ կամ փախստական Կամ բանտի մատերիալ։ Ինչ որ եղել են արցախցիները ստեղ։ Կամ զոհվել են իրանց երկրում գերեզմանին գնացող չկա, հիմա եկել են ըստից վիշտ են անում, որ չեն կարող գերեզմանի գնալ։ Այո, այդ ողբը։ Կամ դարել են փախստական, կամ էլ իրանց առաջնորդները հայտնվել են Ադրբեջան։ Հիմա նույն բանը պիտի հիմա Գյումրիում էս պահին իրանց
Այն բանը, այն Վարդան Պետրոսյանը ջազում, ասում եմ, մտամ քիչ խնդիրներ ունենք, մեր խնդիրը լավեցավ, քաղաքականությունը մտերի մեր կեր։ Նա ամեն հասարայի մեկ եղածի իրեն արդեն մուկի երևակայելի։ Հիմա արդեն Գյումրիում սա ամեն մեկը 2-3 մանդատ վերցրել, իրեն սա մուկ է երևակայելի։ Դա էս չի է։ Դուք առանձին վերցրած ոչ մեկը ոչ մի բան չունեք։ Հարգարժան մարդու գիտեք։ Եթե հիմա դու նստած Երևանը մտածում ես, որ դու 8 մանդատ ունես, այդ 8 մանդատով դու կարաս ընդամենը ելնես Գյումրիում ընդդիմություն եւ կալանավոր, ոնց որ մի օր առաջ կալանավոր է դարեք ու հերո տղեն։ Ուրես իրավապահ հասարակական ընդվզում են իրանց բանտից հանեց ընդամենը։ Այո, ճիշտ է։ Ու նորից իրան կարանը, քո կողմնակից այսօր 70 տարեկան կինը հիմա անազատության մեջ է։ Ոնց հիմա կին կա նստած է։ 70 տարի ավականու անդամ է։ Այո, Ինչի՞։ Բայց ձերբակալեցին ընտրության օրը։ Ձերբակ հիմա խափանման միջոցը կիրառել։ Խափանման միջոցը 72 ժամ հետո կորոշ։ ձերբակալված է։ 90 տարեկան կողմնակից 90 տարեկան կին են բերել Երևան կալան։ Իսագուլան, այդ առումով իշխանությունների համար ամենախոցելի եւ թեման փակելու Վարդան Ղուկասյանն է ու Մարտին Գրիգորյանն ասում քեզ։ Ես պատական չեմ ասում, որ այն երկուսից մեկը լինել։ Հասկանում ես դու։ Իրանց վրա այնուամենայնիվ, ինչպես ասում են, ժամանակին թոզ են դրել։ Հիմա այդ թոզը որ մի քիչ փչեն կարող է փոթորիկ լինի։ Ես լուրջ եմ ասում։ Երկուսը խորագետ լինեն եւ իմաստուն լինեն։ Այն երկուսից Կալենա եւ Մուսյանովը միշտ Ռուբեն Մխիթարյան։ Թող իրանք լինեն, եղբայր։ Խնդիրը այնտեղ քաղաքապետը չի։ Այո։ Այդ մարդկանցից մեկը որ եղավ այնքան խորագետ կլինի, որ քաղաքի կառավարումը սիրուն խոսելը չի։ Քաղաքի կառավարումը քաղաքի հոգսերը գնահատելն է, լավ թիմ հավաքելն է, խնդիրները լուծելն է, մարդկանց մեջ հավատը, հույսը արտնասնելն է, եւ որպես մի մեծ ընտանիք, համայնքը մեծ ընտանիք է, գործ առաջ տանելն է, եւ դրա համար եմ ասում, այսօր խնդիրը Գյումրու ընտրությունները ինքը եզակի միջոց է, եզակի հնարավորություն է, ստեղ իրավիճակ փոխելու։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ այս Գյումրի ԿՊ-ի հավաքանու անդամների ցուցակում մի զգալի մասը կազմում էին Գյումրի համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները, դպրոցի տնօրեն, մարզադպրոցի տնօրեն, պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ։ Պարզա չէ, որ հիմա եթե հաջողվի քաղաքապետը փոխվի, այս մարդիկ մի ժամ դրանք զորով են, չէ՞ գնացել մտել։ Նորմալ մարդիկ են, չէ՞, դրանք թշնամի չեն մեր ժողովրդին։ Պարզա չէ, վարչական ներգործության սպառնալիքների գործից հեռացնելու, այս մարդիկ այս ԿՊ-ի ցուցակի 14 հոգուց վստահ եմ 10-ն է գալու միանահայ ժողովրդին։ Եվ ճիշտ է, եւ այդպես է կլինի։ Դրանք вообще կմնան մենակ։ Սարիկը ինչ սարիկ խո ԿՊ չի, սարիկը քաղաքական անաստագողության հետևանք է։ Զո։ Ինչի՞։ Քաղաքական անաստագողություն։ Այսինքն։ Բայց լուսավոր Հայաստանից չգողացան բերին սարիկը։ Սարիկը խո ԿՊ չի։ Անկուսակցական էր, բերենդերին քաղաքապետի պաշտոնակատար նոր դառավ ԿՊ։ Սարիկը 2018 թվականին լուսավոր Հայաստանում հավամասնական ցուցակում ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր։ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ է։ Ճիշտ է, դրել է, հա։ Լուսավորից մթավոր աշխարհ գնալը դա մի։ Հիմա տեսեք, մի բան հասկանանք։ Բնականաբար Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ ինքը, ապա իրան սպասարկող ինստիտուտները, պարոն Նահապետյանից դուք գիտեք իրան սպասարկող ինստիտուտները ինչ հզորություն ունեն եւ ոնց են կարողանում մանիպուլացիա։ Չէ՞ մի չէ սպասարկող, հրաման են արձակում։ Սպասարկող իրանց չէ, սպասարկ, լավ էլ սպասարկող։ Այո, Փաշինյանը։ Հիմա նստած Գյումրի ամբողջ ընտրությունները, այսինքն սիրուն սկաների տակ անցկացրել են, սա լավ ուսումնասիրել են։ Նոր ընտրակերպիչների Պատահական չէ, ամենը մի քանի րոպե հետո հայտարարեց, որ այսօր են որ ժողովրդի ձայնը բան չանեն։ Բնականաբար իրանք ստե թույլ ուժեղ, ինչ արեցին, ինչ մեխանիզմ կիրառեցին, ոնց թույլ տվեցին, ում վրա ճնշեցին, ում չճնշեցին, այս բոլոր բաները հաշվել են։ Եվ սա անպայման հետագայում օգտագործելու են համապետական ընտրություններով, որպեսզի բացառեն այդ թերացումները եւ բնականաբար համապետական ընտրություններում իրանք ռեպրեսիվ մեխանիզմները շատ տասնապատիկ, հարյուրապատիկ, ես կասեմ հազարապատիկ ավելի ուժեղ կօգտագործեն, որպեսզի վերարտադրվեն։ Լավ, դա իրանք այդ հետևություններն անելու են, վստահաբար։ Եվ վստահաբար ստեղ ոչ եմ կրկնում։ Էլի ինչ որ իրանք ես պատահական սա չեմ ասում, որտեղ ոնց են ասում, առանց կրակ ծուխ չի լինում, թե առանց ծուխ կրակ չի լինում։ Առանց կրակի չի լինում։ Հիմա իրանք վստահաբար
ասոցիացիան են, որ լավ աշխատում է նախկինների ու ներկանների, էլի ուզում եք նախկինները գան, այդ մեխանիզմը արդեն ստեղ ներդրեցին։ Եվ դա հետագայում անպայման օգտագործելու են պարոն Էդգար Ղազարյան ջան։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, այս իրավիճակում մենք էլ ենթադրենք, թե այն մյուս կողմի տեսաբաններն են։ Ինչ լուծում առաջարկենք, ինչ մեխանիզմ առաջարկենք, ինչ շարունակություն առաջարկենք, ճիշտ է, պարոն Նահապետյանը մի հատ առաջարկեց, որ կարողանանք հետագայի հակազդեցություններ ճարել, թե ոնց հակազդել իշխանություններին, օրինակ նաև համապետական միջոցառումներում խայտառակ պարտություն կրել։ Արդեն ընդդիմությունից։ Հիմա ինչ լուծում կա առաջարկել։ Այո։ Հիմա բացառիկ հնարավորություն կա ԿՊ-ին վերջնականապես ջախջախելու, իսկ Գյումրիում ջախջախելը դա լուրջ քայլ է, եւ հիմա պիտի բոլոր տեսակի ամբիցիաները, բոլոր տեսակի պայմանավորվածությունները, քննարկումները դնել մի կողմ, վստահ հանգիստ, մի այսօր սա մնացել է Մարտունի հայտարարության հույսին, այս պահին մենք 14-13 հաշվով պարտվում ենք մանդատների քանակով։ Մարտուն Գրիգորյանի, հետո Մարտուն Գրիգորյանն ենք ասում, դա Արթուր Մանեցյանն է։ Հայրենիք կուսակցությունն է առաջադրել, հայրենիք կուսակցությունը եւ Երևան Թադերջյանի քաղաքական պատասխանատվությունը հայրենիք կուսակցությունը եւ Երևան Թադերջյանի գլխավոր չգիտեմ ինչա կոչում, դենի որպես պեչատ եմ ոնց որ դրել ֆունկցիոնալը չի։ Իրանք են առաջադրել որպես կուսակցություն։ Հիմա Մարտուն Գրիգորյանը պատահական մարդ չէ, ազգային ժողովի պատգամավոր է։ Իմ պատիվ ունեմ խմբակցության պատգամավորը, որտեղ ինքը հայտնվել է էլի հայրենիք կուսակցության առաջարկության, որտեղ պատիվ ունեմը ձևավորվել է ՀՀԿ հայրենիք կուսակցություններից, կոնկրետ Մարտուն Գրիգորյանի տեխնացիոնի դաշինքի ցանկում առաջադրել է հայրենիք կուսակցությունը։ Հիմա հայրենիք կուսակցությունը, որը գլխավոր Արթուր Մանեցյանը, կրում է քաղաքական պատասխանատվություն է իրավիճակի համար։ Հիմա պիտի իրանք առաջադրեն շատ հանգիստ, ոնց որ Ռուբենն ու Կարենն են հայտարարել։ Նույնիսկ էլի Մարտունը պիտի ասի, որ խնդիր չկա, մեր բոլոր ավականու 6 անդամներ ովքեր կընտրվեն, միասնաբար մենք պատրաստ ենք կողմ քվեարկել այն տեխնացիային, որը կառաջադրվի այս 4 խմբակցությունների մեկի կողմից։ Ես չգիտեմ, այդ թեմայով մենք Ո՞վ է, չէ՞ Գյումրի տապալումը վստահ եմ այդ դեպքում, այդ իրանց ԿՊ-ի 14%-ից 10-ն են գալու այս կողմը, քաղաքապետը դրվա, պոլեմիկայի գլխավոր դիրքի խոյրը քաղաքապետին չի թողնել այդ խելքը տա Սարիկ, Սարիկ նորա բանիկում գնաց ընտրել երեխուն վերցրել, դստե ավտոն թողի գնացել, Սարիկ չկա։ Դե մնացածն են գալու մեր կողմը։ Այ քանի որ ասեցիք, որ ով է առաջադրել, այսինքն հայրենիք կուսակցությունը եւ քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Վանեցյանի վրա եւ հայրենիք կուսակցության վերնախավի վրա։ Հիմա տեսեք, գաղտնիք չի, սոցցանցերում գրում են այդ Քաբլիցի, ես քանի որ շատ լավ ճանաչում եմ եւ Վարդան Ղուկասյանին եւ Մարտուն Գրիգորյանին, բայց բտերմիկ հարաբերություններ որպես այդպեսին չունեմ։ Բայց սոցցանցերում եմ կարդացել, որ նրանց մեջ կա այսպես կոչված արյան խնդիր։ Ես չգիտեմ այդ ինչ ասել է արյան խնդիր, ներողություն եմ խնդրում ես բոլորից։ Հիմա եւ այս պարագայում ասում են, որ օրինակ մեկի ընտանիքի անդամներն ասում են, քանի այդ արյունը կա մեր մեջ, դու ոնց կարող ես օրինակ իրան ձայներով ապահովել։ Այս սա արդարացում է արյան խնդիր ընտանիքի միջ անձնային հարաբերությունն է, այո թե ոչ։ Եղբայր, հիմա պետական հավելը սեփականը պետք չի խառնել։ Մենք ասում ենք, այսօր կամ սեփականը պետականի հետ, այսօր լրիվ ուրիշ խնդիր է։ Եթե այդ խնդիրը կար, բարեղեք լուծեիք, չեք կան լուծեք, էլի մի լուծեք, բայց նորից եմ ասում, այսօր դուք հանդես չեք գալիս որպես առանցին անձ, ենթադրում ձեր տան մեջ կարգավիճակ ստանալու։ Դուք հանդես եք գալիս դա քաղաքի կառավարման համար, իսկ քաղաքը համայնք է, քաղաք ժողովուրդ է։ Եվ երկրորդ, այո, մասնագետները, փորձագետները ոչ միայն ասում են, որ հնարավորություն կա այս իրավիճակը դարձնել ամբողջ հանրապետությունը որոշակի քաղաքական process-ի սկիզբ, չէ՞։ Սա նաև իդեպ օրինակը կլինի։ Ես ասեմ այսպես, իրեն գտնում են նույն խրամատում։ Հիմա Իսագուլյան, եղել է դեպք, որ իմ հետ օրինակ եղել է, նույն խրամատում ինձ մի անգամ նոր էի գնացել, ինձ ասին Երևանցի։ Լսում ես։ Դու ասայի ուրոդ։ Դու ինչ լեզու ես խոսում։ Ասեց հայրեն։ Ղարաբաղցի էր ասողը։ Արաս ես ինչ Երևանցի։ Ասես դու հասկանում ես ինչ ես խոսում։ Բականեր ես։ Ու վերջ, բայց նույն խրամատում ենք, եթե շարունակել երկուսը զինված էինք։
Այսինքն ես դու տեղքին երեխա ամեն ինչ թողած հասել եմ աշխարհի ծերը, ինձ ասում են երևանցի։ Այսինքն ես դու Ղարաբաղցի չես էլի։ Բա Երևան որ մաս ես ապրում։ Հա, մասից ես դու։ Այդ որ ասել մի օջերի դոտ կտայի հաստատ։ Հիմա ես ինչ եմ ասում, այտենց խրամատում վեճերը լինում Իսագուլյան։ Իրանք այսօր երկուսով նույն խրամատում են։ Իրանք գոնե այդ վստահաբար կարծում եմ գիտեն, բայց անկալումը, պատասխանությունը ավելի մեծ դիլնի։ Նույն խրամատում կանգնած են։ Իսկ մեր դիմաց մեր ոչ բարեկամն է խրամատում։ Եվ նրա կամակատար Փաշին Նիկոլը իր խմբակով։ Չէ, հետո ստեղ ուրիշ հարցեր կա։ Այդ մարդկանցից մեկը ընտրությունների գնալուց ո՞րն է իր ընտրողներին ասել, խնդրեմ ինձ զանի տվեք, որ ես իմ ընտանեկան հարցերը լուծեմ։ Ոչ մեկը։ Բոլորը ներկայացնում են որպես քաղաքական ուժ, քաղաքական անձնական ընտանեկան ժողովրդից վստահություն է ստացել այդ նպատակի համար։ Դու ո՞նց ես մտածում դա ուրիշ նպատակով օգտագործես կամ ուրիշ գործոններով պայմանավորված քայլ չանես։ Դա բացատրում։ Այսինքն այնքան չկաց, որ ես օգտագործում ես քո անձնականը։ Բանը Գյումրի քաղաքապետի բանը են Բալասյանը դաշինքի վրա չէին գրոհում, այն Կարեն Սարուխյանի մազի մեջից նարկոտիկը չէր հայտնաբերվում, քաղաքապետի արտահայտություն չէր լինում։ Ձեր անձնական հարցերը դուք ո՞նց եք լուծելու։ Չեք լուծելու։ Ինչ կապ ունի դա անձնական հարցերը քաղաքական process-ների հետ։ Իհարկե։ Բայց սա շատ լուրջ խնդիր է, որտեղ գիտեք, ես ուզում եմ հասկանում եմ, որ բայց կա նաև ուրիշ մեխանիզմ, չէ, ասենք, հիմա 10 քանի ձայն ունի Վարդանը, 13 պակասում է 4 ձայն, հա։ Այո։ Որից Ղուկասյանի բանը, չէ, 13 ձայն Մանային, ես դեռ ասեմ 13։ Հիմա 4 ձայն, կարան 2 հոգի, գիտեք, ոնց որ արեցին այդպես լինում է, չէ։ Ստեղ էլի լուծումներ ես կարծում եմ կա եւ գտնում եմ, որ այդ տարբերակը ցավոք սրտի աշխատող տարբերակ չի, եւ սխալ տարբերակ է նման մտածողություն ունենալը հարգարժան իմ ընկերներ։ Հարգելի Մարտուն Գրիգորյան, ուղղակի գիտեք, հա այս ինտրիգ է, որոշ ժամանակ ամբողջ ցանցերը գրում են, դա էլ հետաքրքիր տարբերակ է, բայց այն ձևակերպումը, որին անդրադարձել էր Էդգար Ղազարյան, որ ձեզ խոստանում են, որ Գյումրին բան չի ունենա ԿՊԱ-ական քաղաքապետ Մարտունն է Գրիգորյան ասել, չէ՞։ Մարտուն հետ եմ ասում։ Չի ասել Էդգար Ղազարյանն ասել։ Էդգար Ղազարյանն ասել մեկնաբանել է այդ ձեր ասածը։ Հա, Մեկնաբանել է։ Հիմա Ես ավելի շուտ եմ կարծիք հայտնել, դրանից հետո եղել այդ բանը Մարտուն Գրիգորյանի հրապարակումը։ Ես ավելի շուտ ասել եմ, որ այնիշ որ ստեղ ասի, որ քաղաքական ուժերը, ովքեր կապված են նրանց անունը Մարտուն Գրիգորյանի անվան հետ, պատիվ ունեն խմբակցություն, հայրենիք կուսակցություն, դաշինք եւ այլն, նրանք քաղաքական պատասխանատվություն են կրելու այն որոշումների համար, որ այսօր Գյումրիում կայացվել է։ Որից հետո եղել է Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, որը տարածել է նաեւ Արթուր Վանեցյանը, այն հավաստիացումով, որ Գյումրին ԿՊԱ-ական քաղաքապետ չի ունենալու։ բայց դուք դե մեկնաբանել եք։ Բայց դա ես մեկնաբանել եմ իմաստով, որ դա որոշակիություն չունի, դեռևս մեզ դրան պարզ չի թե ինչ ալնելու եւ սպասում ենք հիմա այն դեռևս այդ հստակությունը չկա, դա ասենք ո՞նց ալելու որ քաղաքապետ չի լինելու ԿՊԱ-ական։ Մեխանիզմը ինչ անելու։ Պիտի այդ հստակությունը։ Այսինքն իրանք եթե չվաստակցեն ընտրություններին, էլի քաղաքապետ չի ունենա, այսպես կոչված ԿՊԱ-ական։ Հա, բայց իրանք էլ չեն ունենա։ Բայց իրանք էլ չեն ունենա եւ կարողանի արտահայտել նորից այդան ընտրության։ Այսինքն հիմա եթե ավականին չի կայանում, եթե մեն ավականու նիստը չի կայանում, ավականները ոնց որ արհեստական այդպես մի հատ խնդրեմ ստեղծեցին Վեդիում, չէ՞, Վեդիում գարիկը չընտրվավ։ Հոկլոն էր երկրորդ քաղաքական ուժը, հանրապետություն կուսակցությունը։ Ավականու անդամները մանդատները չվերցեցին, հրաժարվեցին, ստեղծեցին ճգնաժամ, արհեստական ճգնաժամ է սարքում, որ արտահայտ ընտրությունն է լավ, երկրորդ ընտրությունն է լավ, արդեն սա ԿՊ-ն գնացին լեսվան, Գարիկ Դելան քաղաքապետ։ Հիմա նույնը կարան ստեղ անեն։ Ասի ես ասեցի քաղաքապետ չունենա, չեղավ։ Հետո ստեղծեն արհեստական ճգնաժամ, այդան ԿՊ-ն այս անգամ արդեն իր ամբողջ ռեսուրսը լցնի, Վիլենին չթողնեն, հետո Գյումրի ընտրվեն։ Այդ ինչ ես անելու։ Վիլենով է։ Այն պետական մտածող մի հատ մարդ կար, չէ, որ գազանոցից փախել էր։ Բա մեկը գազանոցից փախել, մի հատ հերական անեկդոտ կա, չէ, ասում է արջը գազանոցից փախել է, որ տեսել է փողերը բերեք մուծեք կասա։ Հիմա սրանն է։ Ասում արջը գազանոցից փախել է։ Ով տեսել է արջին։
Փողը բերեք մուծեք գազանոցի կասան։ Հիմա սրանն է, Վիլենը գազանոցից փախել է, ով որ տեսել է փողը տարեք մուծեք իմ քայլը հիմնադրամ, որ կրթվել են օրաձևը դասընթացներ կազմակերպեն ծեր համար, տգետներ։ Վիլենը գա դասախոս, Վիլենը կարող է կանչեն բերեն դասախոսություն կարդա։ Վիլենը այդ երեք որ հարբած Աննային Գևորգյան բան կոպտել է քուրեն հայրան մարան ազգային ժողովի պատգամավոր հայ ժողովուրդը որպեսզի ավելի պարզ լինի աշխարհում ապրող 10 միլիոն հայերը իրավունք են տվել Հայաստանում ապրող 3 միլիոն հայերին որպեսզի սրանք իրանց կազմից ընտրեն 100 մարդ որոնց կայացրած որոշումներով բոլորս ապրենք այդ 100-ից մեկը Վիլենն է որպեսզի իմանան Վիլենի արժեքը հայ ժամանակակից 21-րդ դարում ապրող Քելբաջարի 5000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի արժեքը որպեսզի հասկանանք, այդ 100-ից մեկը Վիլենն է։ Իսկ դու ասում ես փող քաղաքապետ, արյան վրեժ, եղբայր։ Թշնամին եկել է քո երկրի մատուցներում, մի մասն է գրավել է։ Մենք ասում ենք, բղավում ենք, գոռում ենք, բացատրում ենք, հորդորում ենք, ասում ենք, այս նույն բանը Ղարաբաղում ենք ասում։ Իսագուլյան հիշում ես։ շատ 19 թվի վերջից 20 թվի մինչև ապրիլի 1 ասում ենք, չէ՞։ Օրը 24 ժամվա ռեժիմով։ Ցավոք սրտի ճիշտ դուրս եկանք։ Հիմա նույն բանն ենք։ Ոչ թե որ մենք գուշակենք, չգիտեմ, էքստրասենսի։ Այդ այնքան տեսանելի է մեր հարևան Իրանի նկատմամբ պատրաստման լուրջ ագրեսիա։ Եվ դա հեքիաթ չի, տունտունիկ չի։ Հայաստանը այս տարածքը ոտատակ է գնալու։ Մենք էլ հետը լուծումը ո՞րն է։ Այդ ագրեսիան վերացնելու համար մի լուծում կա։ Արագ երկիրը բերել տոտալ ինքնապաշտպանության։ Իսկ այդ ինքնապաշտպանության տոտալ կարող է բերել ով։ Նոր կառավարությունը, հոսրանք չեն։ Դրա համար եմ ասում, Գյումրիի այդ ընտրությունը ինքը մեր երկրի ճակատագրի համար ստրատեգիական է։ Սենց հնարություն վաղը դու չես կարող ունենալ։ Ընդ որում ինչ էլ որ ասում ենք իրավական դաշտում ենք ասում, ոչ մի անօրեն, ապօրինի բան չկա։ Սա հնարավորություն է, ես հնարավորությունը ով խոչընդոտեց, ով խանգարեց անկախ նրանից ինքը գիտակցում է, չի գիտակցում, ստացվել է, թե չի ստացվել։ Ինքը իր պատասխանատվություն է վերցնում, ես դրա համար եմ ասում, Մարտունը հիմա իսկապես Մարտունից հիմա կախված է մեր երկրի այսօր ու վաղ իր որոշումից։ Որտեղ այդ որոշումը, եթե շատ չենք չափազանցում։ Ես հիմա կենացները չեմ քաղցրացնում, ես վտանգն եմ տեսնում, եւ տեսնում եմ, որ սա հնարավորություն է, այն որ դու ասում ես մարդիկ քիչ են ելնում տներից դուրս գան, փողոց կանգնեն, չէ՞, հիշում ես, որ ասում ես ժողովուրդը որել է, ամեն ինչ կլուծի։ Ես էլ ասում եմ, հարցը լուծել ժողովուրդը դեսվածքը դրսևորել է, ընդհանրապես այդ վերնախավը, իդեմս էս անձերի ճիշտ որոշում են կայացնում, մի քանի հազար մեքենայով Գյումրեցի գալիս են ստեղ, մի քանի տասնյակ հազար մեքենայով մենք գնում ենք Գյումրի։ Այս ճանապարհին ինչ են խոսում, ոնց են խոսում, ինչ են անում։ Այդ էլ խելոք մարդիկ մեզ խորհուրդ կտան, մենք էլ որպես շարքային քաղաքացի ուզում ենք գործը կանենք։ Սա շանս է, Իսագուլյան, ուրիշ շանս։ Մենք չենք ունենալու։ Եվ դրա համար եմ ասում, պատասխանատվության չափը մեծ է։ Ես չեմ կարծում, որ ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ Մարտուն Գրիգորյան եւ մյուսները մտածում էին ընտրություններից առաջ, որ կարող է գա մի պահ, որտեղ իրանց որոշումներից այս երկրի այսօրն ու վաղը կախված լինի։ Ասում են Օմարի վարեկը, ոչ թե Քարվաճարի արծիվը, Օմարի վարեկը ինչ բան։ Բաքվում ծնված չէ, այդ որ դրա ծննդավայրը Բաքու։ Ում Այդ Վիլենի։ Չէ, ինքը մականուն ուներ, ինքը Քելբաջարի Օմարի վարեկ, Օմարի վարեկ։ Ճնջուղ, էլի ճնջուղ։ Լավ, ինչով է այդ հիմա մարուկներ են սրանք, ես ծնվել է 1983 թվականի օգոստոսի 25-ին Բաքվում։ Լավ, ես Իսագուլյան, իսկապես գույները կենացները չեմ շատացնում, քաղցրացնում, ոչ գույներն եմ խտացնում, սա շանսը։ Այս շանսը, որ չեղավ, մնում է արտահայտ ընտրություն, բայց նորից եմ ասում, մեր տարածաշրջանը, մեր հարևան Իրանի նկատմամբ կոնկրետ գործողություն է պատրաստում, հեքիաթների դաշտից չի։ Ադրբեջանի զորքի ցանկացած ճեղքում հնարավոր է կասեցնել մեր ուժերով այսօր։ Հնարավոր է, եթե այդ ամեն ինչը կազմակերպեն ունակ զինվորականները, ունակ քաղաքական գործիչները եւ մեր հավատավոր ժողովուրդը։ Սա է խնդիրը։ Եվ ընդհանրապես դրա լուծման համար պետք չի ընտրություններից անցել է արդեն քանի ժամ։ Այնա 8-ից արդեն մի օր անցել է։
մի օր 25 րոպե անցել է, չէ՞։ Ասեմ, 24 ժամ 25 րոպե։ Որենց նոր բանը Ռուբեն Մելիքյանը հրապարակեց մի հետևյալ հաղորդաշար։ Այս լարված պահին նիկոլական քարոզությունը տարածում է Արմեն Աշոտյանին վերագրվող fake news։ Աշոտյանը նման բան չի ասել, նրա այսօրվա դատական ճեպազրույցի լինքը տեղադրում է մեկնաբանությունում։ Բանը տարածում է ամբողջ ԿՊԱ-ական վերնախավը, հիմա տարածում է, որ իբր թե Աշոտյանը, Արմեն Աշոտյանը դատական նիստի վերջին պահին, որ լրագրողները հնարավորություններ են ունենում հաստալ, իբր թե ասել է, որ դժվար թե Գրիգորյանն աջակցի մեկին, ով քաղաքական տարբեր ճամբարներ է փոխել, Սերժին մերժել։ Ասեմ, որ ես էլ եմ ասում, քանի որ լսել եմ, Աշոտյանը նման բան չի ասել։ Դրա համար էլ ուրեմն լինքը Ռուբեն Մելիքյանը տեղադրել է, եթե ինչ-որ մեկին պետք է դա լսել, մենք կարող ենք Լավ նյուսի կեջում տեղադրեք, հա, տեղադրեք թող մարդուն այն, ինչ է։ Հիմա տեսեք, ես Գյումրին մեզ ամբողջությամբ կտրել է աշխարհակաղակական գործընթացներից, բայց քանի որ աշխարհակաղակական գործընթացները այս պահին շատ կարևոր են, անմիջապես մեր հարևանությամբ կարող է հենց վաղը սկսել կամ այսօր գիշերը սկսվի պատերազմ, եւ դա չի կարող անդրադարձ ունենալ մեր մասի, մեր վրա, ընդունում եմ պարոն Ղազարյան, այդ պարումով եթե բան կա ասելու, շատ կարճ։ Պատերազմի վտանգ ամեն քայլը փոխի կա, նոր մի առաջ հետ էինք ասում, որ միշտ Ադրբեջանը հետևում անդրական գործընթացներին Հայաստանի եւ դա իր նպատակով օգտագործում է։ Այս պահին ուղղակի կա Գերմանիայի դաշնային նախագահի այցելությունը տարածաշրջան, իդեպ դա էլ ինչ-որ սկանդալով է ուղեկցվել, այն իմաստով, որ Գերմանիայի նախագահը սոցցանցերում մի գրառում արել, նշել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում, բայց այնտեղ ապրել են հայերը, որոնք այնտեղ վերադառնալու իրավունք ունեն եւ տեղադրել Արցախի հանրապետության դրոշ այդ գրառման տակ եւ Ադրբեջանում հրավիրել են Գերմանիայի դեսպանին Ադրբեջանի արտգործնախարարությունը եւ բողոքի նոտա են տվել։ Այսինքն Գերմանիայի դաշնային նախագահի Ադրբեջան այցից 1 օր առաջ դեսպանը հրավիրում է 2 օր հետո պետք է իրան այնտեղ ընդունեն։ Եվ հիմա այտենց բան են արել։ Եվ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Դա այնա որպես դեսպանը։ Չէ, հարաբերություններն ուղղակի որոշակի սառնություն կարելի, չեմ կարծում շատ էական բան կլինի, կարող է նույնիսկ նախագահը փոխի իր ագետ, չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց լարվածություն ամեն դեպքում ընտրություններից հետո այստեղ մի բան փաստ է, որ այս իշխանությունը Ադրբեջանի շահերը սպասարկող իշխանություն է եւ այս իշխանության հիմքերը սասանելու ցանկացած դրսևորում Ադրբեջանը արագ արձագանքելու է։ Դրա համար մենք պիտի ավելի կազմակերպված ձևով, հաստատուն քայլերով կարողանանք հասնել Հայաստանում իշխանափոխության եւ տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման։ Դա հնարավոր է։ Իդեպ ասեմ, որ անցած շաբաթ նաեւ շատ մեծ շաբաթ օրը շատ տպավորիչ իրադարձություններ հանրահավաք ազատության հրապարակում, որը ցույց է տալի, որ արցախցիները մեզ հետ միասին, բոլորս միասին, այսինքն մենք հայերով պատրաստ չենք ենթարկվելու ադրբեջանա-թուրքական ռեժիմին եւ ոտքի են կանգնել ու կանգնելու մեր իրավունքների պաշտպանության համար։ Պարոն Արտուչյան։ Ես կարծում եմ ճակատագրական օր ենք արվում առանց գույները խտացնելու, հնարավոր է կազմակերպել ինքնապաշտպանությունը, այո, հնարավոր է մեր տեղանքը, աշխարհագրական վայրը եւ մեր ոչ բարեկամ երկրի հետ շփման գիծը թույլ տալիս է դա անել։ Այդ ամենը պետք է կազմակերպել մասնագիտորեն, կազմակերպել նվիրյալների կողմից, կազմակերպել պատերազմի բովով անցած մարդկանց կողմից, կազմակերպել մարդկանց կողմից, ովքեր լրջագույն կրթություն են ստացել Ռուսաստանի Դաշնության զինվորական ինստիտուտներում եւ ակադեմիաներում, կազմակերպել այն քաղաքական գործիչների կողմից, որոնք աշխարհի 4 ցեղերում ունեն հնարավոր կապեր, ազդեցություն, գոյություն ունի մեր սփյուռքը, որը փոքր ուժ չի, ես նորից եմ ասում, պատական չի 18-ին իշխանությունը բռնազավթած այս քաղաքական խմբակը կամ իրան տված ինքն բռնազավթվան իմիտացիա արած սփյուռքի նախարարությունը փակեց։ Կա ռեսուրս, կա մարդիկ, որոնք նվիրյալ են, որոնք գիտեն ինչ անեն, ընդհանրապես կազմակերպել է պետք։ Խանգարող մի գործոն կա։ Ալիևն ու Էրդողանը, մեկ էլ իրենց կամակատար այստեղ։ Մենք քանի որ չենք կարող մեր ծառը, որ կացնով կտրում էր, կտրողի հարցերը լուծենք, գոնե ժամանակավորապես այն ձեռը, որ այդ կացինը բռնել, ձեռը կտրենք։
այսօր ոչ միայն մեր պետականության, ախր երբ որ մարդիկ ասում են այո մեր հայոց երրորդ հանրապետություն, եղբայր ասում, այսօր ֆիզիկական մեր գոյությունն է այստեղ վտանգված, ես գույները նորից եմ ասում, չեմ խտացնում։ Երբ որ մենք հասկանում ենք, թե ինչ աշխարհակահաղական process է գնում եւ Իրանի նկատմամբ գործողությունները սկսելուց առաջ որ ուղղություններով ինչ ռազմական գործողություն կանեն, ինչ հարվածներ, իմ համար տեսանելի է, եւ այդ Զանգեզուրի միջանցք նորից եմ ասում, դա միայն Մեղրից ենթադրենք մի 20-30 կիլոմետր հատվածը չի ճանապարհի տեսքով որ վերցնեն։ Այն ուժերը, որոնք որ ուզում են այստեղ պատերազմ սանձազերծել, իրանց համար Զանգեզուրի միջանցքը Հայաստանի Հանրապետությունն է, հասկանում եք դուք։ Երբ որ այս բաները դու ես ներկա եղել Ղարաբաղում 20 թվին Արցախում մենք ասում ենք, չէ՞, մեր ընկերների բացատրում ենք, որ պատերազմը սկսելու շտաբ պետքա զինվորական մարդ լինի իշխանության գլխին, մոբիլիզացնի ամբողջ ռեսուրսը մարդկային, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում նաև մեր հարևաններից, եթե պետք լինի կանխարգելիչ հարված հասնել, որտեղ ուրիշ տարբերակ չունենք, ասիմետրիկ հարված, ասում ենք։ Հիմա նույն բանը ասում ենք, որտեղ այդ վտանգը մենք արդեն տեսնում ենք Հայաստանի Հանրապետության շուրջ։ Դրա համար է կարևորվում Գյումրի քաղաքապետի ընտրությունը, որը քաղաքական process-ի սկիզբ կարա դառնա, ընդհանրապես ես կարևորում եմ այդ ընտրությունը միայն դրանով, ոչ ավելի ոչ պակաս։ Սիրելի հերթատող, նայում 1008-ից չի պակասում, որ այդ մարդիկ մեծ համբերությամբ եթե հաշվենք նաև Facebook-ով առանձին։ Շատ կարևոր է, որ բոլորդ հետաքրքրված եք այս խնդրով։ Ես իհարկե իրավիճակը սրում եմ մի պարզ պատճառով, որ յուրաքանչյուրը հասկանա եւ չփորձի ինքը իրան գերագնահատել ու մտածել, որ տեսեք, ես եկա, այս չէ։ Խնդիրը միանգամայն ուրիշ է։ Ժողովուրդը իրոք այսօր, ժողովրդի ես կարող եմ ասել 95%-ը ատելով ատում է գործող իշխանություններին, ատելով ատում։ Եվ պատրաստ է ամեն ինչի մենակ թե դրանցից օր առաջ ազատվի։ Ցավոք սրտի, գոյություն ունի մի, ուրեմն հոգեբանություն ասեմ, մտածողություն ասեմ, ներարկված սինդրոմ ասեմ, վիրուս ասեմ, որ ակասության մեջ եմ մտցնում այդ սրանց օր առաջ հեռացնելու եւ երևակայական ինչ-որ չար ուժերի նորից վերադարձի հետ կապված։ Ու այս մտայնությունը, այս վիրուսը այս խոչընդոտն է, որ թույլ չի տալի, որ մարդիկ շատ ավելի ակտիվ լինեն։ Դրա համար ես պարզ ասում եմ, որ ընկերներ, Գյումրիում Նիկոլին հաղթեցի հենց տենց ձեր մտածումի մարդիկ, այսինքն Նիկոլը արդեն հասել է մի վիճակի, որ ցանկացած մեկը կարող է հաղթել։ Բայց դրա համար հարկավոր է հակազդել բոլոր այն հնարավոր միջոցները, որ Նիկոլը կարող է գործադրել համապետական միջոցառումների ժամանակ։ Իսկ համապետական միջոցառումների ժամանակ, եթե ինքը մնաց այդ աթոռին նստած, հավատացեք, որ ամեն ինչ անելու է, որ այդ աթոռից չզրկվի, որտեղ դա իր համար հավասարազոր է կյանքից զրկվելու։ Եվ քանի որ ինքն էլ շատերին իր հետ դարձել է իր ընդհանուր հանցագործության մասնակից, ապա պատկերացրեք, թե ինչ փութաջանությամբ ինքը կպայքարի իր այդ աթոռի համար։ Ուստի խնդրանքս ու կոչս բոլորիդ անխտիր։ Մի ուշացրեք։ Գյումրի մեր ընդդիմադիր թե ոչ ընդդիմադիր, իմ համար ոչ ընդդիմադիր, մյուսների համար ընդդիմադիր հաղթողներին միավորվեք, մոռացեք ձեր բոլոր անձնական ու չգիտեմ գաղափարական տարաձայնությունները, եթե այդպիսիք կան։ Եվ հասկացեք, որ դուք այսօր որոշակի առաքելություն ունեք, եւ այդ առաքելությունը իրականացնելու համար ձեզանից ուղղակի պահանջվում է մի բան. հայրենիքը ու ժողովրդին ավելի շատ սիրել, քան ինքներդ ձեզ։ Սրանով ամեն ինչ կավարտվի։ Կամ բաներ ասել ընկերներ